Ողջունում եմ ձեզ, հարգելի հայրենակիցներ եւ պարոն Սուքիասյան, շնորհակալ եմ ձեզ, որ այսօր համաձայնվեցիք մասնակցել մեր երկխոսության մեջ։ Պարոն Սուքիասյանը քաղաքագետ է, մեր հանրությունը լավ է ճանաչում, հատկապես իմ ալիքի հետևորդները, որովհետեւ հենց իրանք ինձ հորդորեցին ձեզ հրավիրել, ձեր հանդեպ մեծ հարգանք կա, ձեր քաղաքական գնահատականների եւ մոտեցումների հանդեպ իմ հետևորդների շարքում հաստատ եւ ուստի իրանց հետաքրքրում էր մեր երկխոսությունը, որը կվերաբերվի հենց Հայաստանի ներքաղաքական եւ աշխարհակաղակական զարգացումներին։ Իհարկե շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ միացաք, պարոն Սուքիասյան, եւ առաջարկում եմ, որ անցնենք ներքաղաքական իրավիճակը գնահատելուն, սկսենք նրանից, ինչպես եք առհասարակ գնահատում այս ընտրությունների նախընտրական այս փուլը։ Մեր կյանքում շատ բան չի փոխվել հասարակական, ներքաղաքական կյանքում։ Իհարկե պետության շուրջ շատ բան փոխվել է, որտեղ վերջի 3 տարին Հայաստանի Հանրապետությունը շատ բան է կարողացել անել, նաև ինքնիշխանությունը ամրապնդելու տեսանկյունից, բայց մեր ներհասարակական, ներքաղաքական կյանքը մնում է նույնը։ Էլի մենք հասել ենք ընտրության, մեզ հետ քարշ տալով մի վարակագիր հատվածի, որը ռուսական չասենք այտենց հատված է, որը թշնամի է ինքնիշխանությանը, որտև եթե մարդիկ լինեին ռուսական աշխարհընկալմամբ, բայց լինեին ինքնիշխանության կողմ, էլի մի քիչ կհասկանայինք, բայց մեր այդ հատվածը ինքնիշխանությանը թշնամի է, եւ մենք բացնենք որպես ժողովուրդ օբյեկտիվ լինենք։ Այդ հատվածը կա, որովհետեւ կա նաեւ այդ հատվածին ձայն տվող հատված։ Հիմա ոնց են տալիս ներանձնային շահերով է պայմանավորված, ֆինանսական շահադրթումով է պայմանավորված, այդ մեր ժողովրդի մեջ մի հատվածի ռուսական աշխարհընկալումով պայմանավորված, դա կարևոր չի, բայց կա այդ հատվածը ունի իրեն ձայն տվող սեգմենտ, եւ եկել ենք այսօր հասել ենք ընտրությունների եւ ունենք իշխանություն, որը վերջի տարիներին ունի բավարար կուտակած պոտենցիալ ինքնիշխանության ամրապնդման հետ կապված, տնտեսության մեջ, Ադրբեջանին խաղաղացնելու մեջ, այլ դաշնակիցներ որոնելու մեջ, բանակի վերազինության հետ կապված, այսինքն կա բավարար արված աշխատանք, որը հիմք է, որ իշխանությունը մեծամասնություն հավաքի։ Իհարկե իշխանության կրակած թվերը թողնենք մի կողմ 65 եւ այլն, բայց որ մեծամասնություն հավաքելու շանս ունի, այդ դրա հիմքերը կան։ Կա ագրեսիվ հատված, պետությանը թշնամի հատված, դա Հայաստանի մինչ հեղափոխական անցյալի դերակատարներն են, որոնք ունեն Ռուսաստանի աջակցությունը, որոնք իրենց հետ պահեցին մեր եկեղեցու ղեկավար մի հատվածին, որպես իրենց հոգևոր հենարան, որտեղ մենք չկարողացանք մինչև ընտրություններ մեր եկեղեցին ազատագրել, եւ այդ հոգևոր հենարանը սրանք իրենց հետ ունեն փող, ունեն ռեսուրսներ, ունեն բիզնես, ունեն հազար ու մի կապեր, եւ սրանք շատ են, ունեն տեղեկատվական տերորի բազմաթիվ միջոցներ, ԶԼՄ-ներ, կայքեր եւ այլն։ Եվ այս 5 տարի նաև սրանք մեր ժողովրդի ներվերը կերել են իրենց կեղծ թեզերով, մեր ժողովրդի հոգին քրքրող, տարբեր հուշեր բորբոքող թեզերով Արցախի, չգիտեմ, Արևմտյան Հայաստանի, Կիլիկյան Հայաստանի, դե սրանք այս հուզական թեզերի վրա են։ Եվ հույս կար, որ մենք կարողանանք գոնե ժողովրդավարական աշխարհայացքով այլ ուժեր այս ընթացքում օգնել, որ վերակազմակերպվեն, բայց այդ ուժերի վերակազմակերպման աստիճանն է թույլ։ Եվ սա լավ չի։ Լավ կլներ, որ այս 5 տարիների ընթացքում այս հատվածը մի քիչ կազմակերպվեր, խելքը գլուխը հավաքեր,
հասկանար, որ այն մյուս հատվածի գրոհը շատ մեծ է, բայց նաև հասկանար, որ կա ժողովրդի մի հատված, որը ամեն դեպքում որոնում է այլընտրանք եւ իրենք հնարավորություն կունենային այդ այլընտրանք որոնողի ձայները ստանալ եւ մտնել խորհրդարան։ Այս հատվածը կազմակերպվածության հարցում թուլություն ունի, այդ լավ չի։ Հուսանք ամեն դեպքում հնարավորություն կունենան գոնե ինչ-որ մեկը նախընտրական շեմը հաղթահարի։ Բայց այս պահին ունենք ինչ, ունենք հակադրություններով հասարակություն, ու հասարակություն չասենք, բայց մի հատված, մի փոքրիկ հատված, որը ամեն դեպքում շատ ագրեսիվ է, հակադիր է, եւ եկել ենք, ենթադրում եմ, 21 թվականի մոդելին։ Նույնը այն ժամանակ էր, էլի ամեն դեպքում, հիմա իշխանությունը իհարկե ասում է խաղաղություն թե պատերազմ, իրականում այդ չի հարցը, խաղաղություն պատերազմը գործիք են, էլի պետություն մնալու չմնալու հարցի առաջ ենք մենք կանգնած, լավ չի իհարկե, բայց մենք ինքներս մեր հանդեպ պետք է մենք օբյեկտիվ լինենք, մենք ժողովուրդ ենք, որը իր մեջ ունի այդ հատվածը, միայն իշխանության մեղադրելով չի ասեն, խի չես ձերբակալել, լավ չես ձերբակալել, հա, ենթադրենք, հա, այդ հարցում իշխանությունը նվազագույն ինչ-որ մեղավորություն ունի, բայց մենք մեր հասարակության քաղաքական կառուցվածքը լավ չենք ուսումնասիրում, մեր հասարակությունն այսպիսին է, ընդհանրապես ենթադրում եմ, այս ԽՍՀՄ-ից հետո բոլոր ժողովուրդների զգալի հատվածը աղետալի կյանք ունեցավ, մերը շատ ավելի բարդ եղավ, որտեղ շատ ժողովուրդներ հնարավորություն ունեցան պետականաշինությամբ զբաղվելու, մեզ խարեցին պատերազմի մեջ, մենք պրոբլեմներ ունեցանք ավելի շատ, հետո էլ կառավարեցին։ Եվ պետք է նկատի ունենք, որ ռուսական արմատները շատ է խորը, դպրոցում է խորացած, պատմագիտական մտքի մեջ է խորացած, մշակույթի մեջ է խորացած, բիզնեսի, քաղաքականության մեջ, դժվար է դա արագ արմատախիլ անել, էլի։ Մանավանդ պետք է նկատի ունենանք, որ կոնկրետ Հայաստանի պարագան, եթե նայենք, մեր շուրջը այսպես ասենք, էլի Ֆրանսիան չի, Անգլիան չի, որ մի քիչ էլ մի բան սովորենք, էլի, պրոբլեմներ կա, դրա համար այս հարցը մի քիչ բարդ է, բայց դա էլի եկել ենք այս ընտրությունները, ենթադրում եմ էլի այդ հակադրությունների պայքարը, մնալ պետություն, թե չմնալ պետություն, Եվ հիմա քանի որ ենթադրում եմ, որ Հայաստանի մինչ հեղափոխական անցյալի գլխավոր դերակատարները հեղինակության հարց ունեն, Ռուսաստանից բստրել են նոր ինչ-որ մի հատ ֆիգուր իրենց համար, սահմանադրության հետ խնդիր ունեցող, իրավումարդ, որ իրավունք չունի Հայաստանում որևէ ներքաղաքական գործընթաց գեներացնելու նույնիսկ, բայց դա հիմա սրան է ռեկլամ արել, եւ այս սեգմենտը իհարկե առանձին են որոշ դեպքերում, ձևացնում են, որ առանձին են, բայց հավաքականորեն միասնական են, հաշվակ էս եղել, նրանք շանս չունեն իշխանության դեմ պայքարել, որ ֆիգուր են ռեկլամ արել, կապել են մեր ժողովրդի ջանին, հիմա այդ ֆիգուրով պետք է գրոհեն, ու այս պահին ինձ թվում է մեր իրադրությունը այսպիսին է։ Շատ հետաքրքիր ձևակերպեցիք, մի քանի մեկնաբանություն կանեմ, առաջինը, որ կարծում եմ շատ կարևոր է այդ ընդգծումը, ինչ դուք արեցիք, որ Հայաստանում բնականորեն կա ռուսամետ շերտ նաև հանրության, եւ դա ձևավորված է այդ աշխարհաքաղաքական անցյալից եւ իրավիճակից, կարծում եմ մի փոքր ուշադրությունից բաց ենք թողնում, իրոք դա, որ դա ինչ որ բնական հետևանք է նաև այն անցյալի, որը մենք ունենք։ Մյուս կողմից շատ կարևոր է հասկանալ այդ բնական հետևանքը, որ գոյություն ունի, դրա ֆոնին դուք նշեցիք, ճիշտ ես հաճախ եմ դրա մասին նաև խոսում, ինչու չկարողացան այն արևմտամետ ազգային ուժերը, այսինքն ալտերնատիվ ընդդիմությունը, կարողանալ իրոք համախմբվել, սա եւս մեկ հարցերից մեկն է, որը քննարկենք, բայց միջև այդ վերադառնանք իշխանությանը։ Ձեր պատկերացումով այդ այսօրվա իշխանությունը կարողանում է հանրության հետ ճիշտ շփվել եւ փոխանցել իրենց այսինքն իրենց մոդելը առաջարկը եւ ճիշտ արձագանք ստանալ հանրությունից, որովհետեւ երբ դուք ճիշտ եք իհարկե նշում պայքարը պետականության համար է, կարևոր է որ ժողովուրդը հասկանա, որ սա քաղաքական ուժերի միջև պայքար չէ միայն, այլ պետականության եւ նաեւ աշխարհաքաղաքական, հա, այստեղ տեսնում ենք
այն բևեռը հստակորեն խոսում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի մասնակցության մասին, մինչդեռ իշխանությունը հստակ ասում է նույն թրիփ ծրագիրը չփոխելու մասին օրակարգի։ Նույն տեսնում ենք հետաքրքիր է դա նաև, որ Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի խոսույթը շատ իրար մոտեցավ Ղարաբաղի եւ Արարատի թեզերի շուրջ։ Մենք իհարկե գիտենք, որ իրանք ինչ որ ներքին նաև մրցակցություն ունեն Մոսկվայում աջակցության համար, ոնց հասկանում եմ, դուք ինչպես եք տեսնում իրենց այդ ներքին զարգացումն եւ այդ երրորդ ընդդիմադիր ուժերի դերներ նայել, այսինքն մի քանի հարց է միանգամից կամ թեմա, խնդրեմ մեկնաբանեք։ Նախ ասացիք իշխանությունը կարողանում է ճիշտ ներկայացնել հանրությանը, թե ոչ, ինչ որ առումով այո, ինչ որ առումով չէ, ինչ որ առումով է դժվարությունները օբյեկտիվ են, որովհետև մենք ունենք կուտակված բացասական փորձ, մենք ունենք երկար տարիների ընթացքում մշակված հասարակություն, պետություն չսիրելու ձգտում, տեղը աներևույթ հայրենիքի իդեալի ներդրում է ժողովրդի մեջ։ Հիմա բարդ է սա ջարդելը, սա կոտրելը հասարակության մոտ, որտեղ մենք մտակաղապարների, շտամպային մտածողության ժողովուրդ ենք, էլի, երբ որ տալիս եք նոր գաղափար, սկսում է մարդահայությունը սկսում է ցնցվել, այդ պրոբլեմ է մի քիչ, բայց դա ենթադրում եմ որոշակի հաջողություն իշխանություն ունի։ Ինձ թվում է, որ այստեղ կասկած ունեմ, էլի, չգիտեմ ճիշտ եմ թե չէ, ոչ թե հանրության զգալի հատվածը այդ ինքնիշխանությանն է կպած, այլ վարչապետին սիրում են, դրա համար են պահում։ Մի քիչ բաներ կա, ես չգիտեմ, էլի, եթե հանկարծ այդ վարչապետի գործոնը չլներ, մենք կպահենք ինքնիշխանություն, թե չէ, որտեղ մենք շատ ենք թունավորված ռուսական աղտեղությամբ, սովետական պատմաշինության մտքով։ Հուսամ մեզ ամեն դեպքում, հուսամ ես սխալվում եմ, հուսամ այս ընթացքում մենք կարողացել ենք մեր ժողովրդի մոտ պետության գիտակցումը ուժեղացնել, եւ այդ հատվածը միայն կոնկրետ անձին սիրելով չի, որ գնում է պետությունը պահելու, այլ նաեւ այդ պատկերացումները մոտ է կա։ Դժվարություններ կա նաեւ, որովհետեւ այն մյուս հատվածից գրողը շատ է, տեղեկատվական, հոգեբանական մշակման տակ է անընդհատ հասարակությունը, կեղծ թեզեր դնելու, կեղծ նարատիվներ դնելու, անուշ հայրենասիրությունը բորբոքելու, սիմվոլների վրա կեղծ քաղաքականություն մշակելու, հիմա էլ այդ ավանդական զառոցները կա, չէ, Արարատը ոնց որ լավ չի երևում քո դրած նկարի վրա, սրա վրա հանրության հոգեբանության ինչ-որ խորքերի վրա սրանք աշխատում են, բայց դա ամեն դեպքում նկատի ունենանք, որ դրա վտանգը շատ ավելի մեծ էր 21 թվականին, հիմա դրա վտանգը մի քիչ թույլ է, եւ մենք էլ այս ընթացքում որոշակի իմաստով աշխատել ենք, պետությունը կազդուրվել է այն աղետալի օրերից հետո, այդ իմաստով չիրեմ, եւ ունենք դրական ձեռքբերումներ հանրության այդ աշխատանքի հետ կապված եւ կա նաեւ որոշակի դժվարություններ, որոնք մի քիչ օբյեկտիվ են։ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի մեջ, գիտեք ոնց է, ընդհանրապես սրանց բոլորի մեջ ներքին մրցակցություն կա, բայց դա տակտիկական հարց է, անձնական շահավետության հարց է, ռազմավարության մեջ բոլորը գործում են նույն սխեմայի մեջ եւ կառավարվում է այս հատվածը, կոպերկինը ոնց ասի, տես կանեմ, իհարկե կարող է անձնական թշնամանքներ ունենան, ասենք առաջին նախագահը երկրորդ նախագահին մի քիչ չսիրի, երրորդը երկրորդին մի քիչ չսիրի, սրանք անձնական բաներ են, բայց սրանք անձնականից վերև չեն բարձրանալու, որովհետև իրենք Ռուսաստանից կառավարվում են, որ մեզ մոտ ասում են, ասենք Սամվել Կարապետյանը գա ձայնը տալու է Քոչարյանին, այմարդ ում ուզում է տա, եթե ռուսական սեգմենտն է գալու, ով ուզում է լինի վարչապետը, կառավարվելու է, ուզում եք տարեք ծխախավել դրեք այդ վարչապետի տեղը, կարևոր չի, ընդ որում չեն էլ թողելու է մի հատ ուշքի կան, արագ պետությունը վերցնելու են, արագ հայտարարելու են ձախողակ պետություն, շանս չունենք, զրոցը լացերը դնելու են, հազեն արագ պրծնել։
ուզում ասեմ իրենց թշնամանքը եթե կա, անձնական հակադրություններ եթե կա, տակտիկական է, ստրատեգիական չի։ Միևնույն է, մեծ քաղաքականության մեջ իրենք կառավարում են Ռուսաստանը ոնց կասի, այդպես կանեն։ Իրենք իրար հետ են։ Ժողովուրդը պետք է չխաբնվի իրենց դիսկուրսին։ Այս հատվածը բոլոր այդ ինչ որ կպցնում են Չինաստան, չգիտես էլի, նայեք, այս ուժեղ Հայաստան կոչվածի ծրագիրը եթե նայեք, նույնությամբ գործող իշխանության ծրագիրն է, պարզապես որոշակի դետալներ է մեջը փոխած։ Թավիպը կա, բայց եկեք Չինաստանը մեջը մտցնենք, խաղաղություն իհարկե լինելու է, բայց եկեք մի քիչ ուրիշ բար կպցնենք, արժանապատիվ ասենք, մոդուլային ատոմական մենք էլ ենք բերելու, բայց Չինաստանից։ Նույն ծրագիրն է, պարզապես այլախեղված ինչ-որ տարբերակներով։ Բայց մեր ժողովուրդը պետք է իմանա, որ դրանց նպատակը իրականում չի։ Իրենց նպատակը փչացնելն է պրոցեսը եւ հանկարծ դրանց կեղծ նարատիվների հետևից չվազեք։ Իմանաք մի բան, այդ հատվածը մեր պետության թշնամի է։ Դա լավ բան չի արձանագրել դա ցավալի է ունենալ մեր ժողովրդի մեջ մի հատված, որ այդպիսին է։ Ուրիշ բան էլ կա, մենք ինձ թվում է հայությունը ինքը մի օր պիտի որոշում կայացնի։ Մենք օրինակ զբաղված ենք դեստրուկտիվ աշխատանքով։ Այս հատվածին ուզում ենք վերասոցիալականացնել, գիտակցությունը բերել Հայաստան տեղավորել, բայց հնարավոր չի, դա չի ստացվում։ Մենք ծախսում ենք ժամանակ, ներվեր, էներգիա, ամեն ինչ իրենց հայկականության վերադարձնելու, բայց դեստրուկտիվ աշխատանք է։ Հայությունը պետք է իմանա, որ այդ հատվածը իրենից հեռացած է։ Ինչ ուզում եք, արեք։ Երբ վերջնականապես կհեռանա քաղաքականությունից, այդ ինչքան պետությունը կուժեղանա, այնքան դրան կթուլանա։ Ինչ հրավերում է ժողովրդավարական սեգմենտին, ժողովրդավարական սեգմենտը երրորդ, այսպես ասենք, հատվածը, պրոբլեմ կա մեջը։ Նախ այս ռուսական սեգմենտը ինչ է միասնական, որտեղ իրենք կառավարվում են։ Այս սեգմենտը, երրորդ սեգմենտը չի կառավարվում, թողած է իրենց գիտակցության մակարդակի վրա որոշումներ կայացնելու, դա այստեղ էլ խնդիր կա, կոնսենսուս չկա։ Իհարկե, այս դաշտը ինքը բարդություններ ունի, որովհետև իհարկե երևացող ուժերը, որոնք իսկապես ժողովրդավարական աշխարհայացք ունեն, ժողովրդավարական աշխարհի հետ են ուզում լինել, պետության համար բավական գործ ունեն արած իշխանությունը պահելու, բայց սրանց զուգահեռ այս երրորդ բևեռում, ժողովրդավարական ուժերի բևեռում ներդրված ուժեր կան։ Արևմտամետի տեսքով, արևմտյան բառապաշարով, ժողովրդավարական դիսկուրսով, բայց տակից ռուսական կալինկայի զառոցը երևում է։ Այս դաշտը շատ խնդիր ունի, էլի ներդրված են ուժեր, որոնց վրա ենթադրում եմ կա ֆունկցիա։ Ներդրվեք, ձևացրեք այս դաշտում անմիասնականություն, որ այս դաշտը պառակտված է, տարեք ձայներ 1%, 2%, ինչքան որ հնարավոր է, որ այս դաշտում մոբիլիզացիա չլինի։ Իսկ մի քանի դերակատար կուսակցություններ, որոնք կարող էին, ենթադրում եմ, ավելի բարձր գիտակցություն ցուցաբերել եւ որոնել միավորման հնարավորությունը, այս հատվածի մոտ դա չի ստացվում։ Եվ այստեղ մեղավորը իրենք են։ Բաներ կա, պիտի նկատի ունենանք։ Այստեղ մենք պիտի հասկանանք, որ մենք շարքային պայմաններում չէ, որ ընտրություն ենք անում։ Մենք այն հասարակությունը չենք, որտեղ ինքնիշխանության հետ ոչ մի խնդիր չկա, կարելի է չմիավորվել, կարելի է ուրիշ բան անել։ Չէ, մենք ֆորս մաժորային պայմաններում ընտրություն անող ժողովուրդ ենք եւ պետություն, այդպիսին է մեր վիճակը։ Հետեւաբար այստեղ ֆորս մաժորային որոշումներ են պետք։ Ոչ թե գնալ ավանդական ճանապարհով փորձել մի քիչ էլ եսասիրությամբ փորձել, չգիտեմ, քաղաքականությամբ զբաղվել, բայց անդեպքում սա էլ է սեգմենտի մեղավորությունը, ինչ ասեմ։ Կա, բայց երկու սեգմենտ կազմակերպված են՝ իշխանություն եւ ռուսական հատված, երրորդ սեգմենտի հետ կապված խնդիրներ կա։ Շատ ճիշտ իհարկե նշեցիք եւ շատ կարեւոր է այն, որ
այդ խնդիրների մասին նաև խոսենք, որովհետև այն իրավիճակը, որը հիմա ունենք, այդ երրորդ ժողովրդավարական բևեռը, որ չի կարողացել միավորվել, նկատի ունեմ այդ ուժերը տարբեր եւ ձևավորել այլընտրանք, ընդհանուր առումով դա շատ վնասակար է հայկական ժողովրդավարության համար։ Ես համոզված եմ, որ դա նաև վնաս է հասցնում նույն քաղաքացիական պայմանագրին, որովհետև երբ այսպիսի միայն գործակալական դաշտ է ուրեմն ընդդիմադիր ուժերով, այն էլ կառավարվող օտար ուժերի կողմից, եւ իրանք շատ հաճախ դուք էլ նշեցիք, հակապետական օրակարգ ունեն, այլ ոչ թե ներքաղաքական, հակաիշխանական, շատ իրանց հարցերը ուղղակի վտանգավոր են, նույն հիմա նշեցիք, որ հայի համար Արարատը նշանակություն չունի, այն էլ մեծ, բայց այն, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա է հիշել իր 8 տարվա նախագահության հետո արդեն Արարատ լեռը, մեր հանրությունում այդ հարցը հաստատ պետք է լինի, բայց ինչ է արել այդ ուղղությամբ եւ արդյոք դա պատկերացնում է ինչպես զուգահեռ դրա, որ այդպիսի թեզերի կարող է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կայունացվել։ Այդտեղ նաև երևում են հետաքրքիր զարգացումներ, հատկապես որ ես Վրաստանից եմ, Թբիլիսիից, իմ համար էլ ավելի ինչ որ բաներ ավելի նկատելի է երևի, այն առումով, որ երբ այդտեղից հնչում է խոսքին Ռոբերտ Քոչարյանը ասում է աբխազական երկաթուղու մասին, որի մասին Վրաստանում որևէ որոշում իրականում չկա, բայց Մոսկվայում շատ կա դրա ցանկությունը, ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը մի փոքր ավելի շատ գիտի մեզանից, այդ թվում Վրաստանի քաղաքացիներից էլ, որ Մոսկվան ինչ օրակարգ ունի եւ ինչպես է պատկերացնում Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ փակ սահմանների դեպքում Վրաստանում ռուսական օլիգարխիկ համակարգի հետևանքով, եթե Հայաստանում էլ հայտնվի ուժեր, որոնք աբխազական երկաթուղու տրամաբանության ներքո Հայաստան-Վրաստանը տանեն ռուսական ազդեցության նորից գոտի, այդտեղ արդեն մոտենում ենք ինչ-որ առումով Վիտալի Բալասանյանի ասած հայտարարությունին, որ մենք ինքնիշխանությունը, պետականությունը պահել չենք կարող։ Ուստի գալիս ենք մի իրավիճակին, որը իրոք քաղաքականության հետ քիչ կապ ունի եւ ավելի պետականության, ինչպես դուք նշեցիք, պետականության հարցն է կանգնում։ Եվ այդտեղ կարծում եմ հանրային դաշտում միշտ պետք է հնչա այդ հարցը, որը դուք էլ ասացիք, որ իրանք են ի վերջո մեղավոր, այդ ժողովրդավարական ուժերը, որ իրանց եսասիրությունը, ես նաև համամիտ եմ, չկարողացան կողքի դնել, գուցե ոչ բոլորը, մի մասը առնվազն, հա, այդտեղից, եւ կարողանալ ձևավորել այնպիսի ընդդիմություն, որ առնվազն մենք ազգային ժողովում ընդդիմություն ունենայինք, որտեղ դուք նաև շատ ճիշտ նշեցիք, հուսով եք, որ ես էլ եմ հուսով, որ որևէ մեկ ուժ կանցնի այդ ժողովրդավարական ուժերից, բայց անկեղծ ասած, այսպես համոզված չեմ կարող դա պնդել, որ հաստատ տեղի կունենա, եւ դա արդեն խնդիր է, որովհետեւ ազգային ժողովը նորից չի լինի այն տեղը, որը պետք է լինի։ Ի վերջո մենք նաև մի քայլ առաջ պետք է մտածենք, չէ, ինչպես հանրություն եւ հասարակություն, որ ազգային ժողովը պետք է լինի ոչ թե իշխանության միանձնյա կառավարման վայր, այլ պետք է լինի այդ թվում քննարկման վայր, իսկ ինչպես քննարկես նրանց հետ, ով Մոսկվայից են կառավարվում եւ հակապետական օրակարգ ունեն։ Ուստի այստեղ հարց է նաև առաջանում այս համատեքստում։ Մի կողմից այդ ժողովրդավարական ուժերը գուցե հնարավոր է քաղաքացիական հասարակության ել ավելի մեծ մասնակցություն կամ գուցե դա արդեն, եթե հիմա հնարավոր չի, ապագայի համատեքստում դիտենք նաև, որովհետև եթե ներկա քաղաքական ուժերը ընդդիմադիր այդ ժողովրդավարական չեն կարող անել այն ֆունկցիան ի վերջո, որը պետք է անեն, որովհետև երրորդն է, դուք շատ ճիշտ նշեցիք, այսինքն ընդհանուր 3 ուժ կա այս պահիդրությամբ այսպես, ապա գուցե պետք է այսինքն փոխել ինչ-որ առումով այդ դաշտը եւ այդտեղ ներառված լինի ել ավելի շատ քաղաքացիական հասարակության ներկայացուցներ, քան այսպիսի ուսակցական քաղաքական ներկայացուցներ։ Հնարավոր էր դա անել այս ընտրությունների համար։ Խոսքին Եվրոդաշինքը դրա ինչ-որ առումով օրինակ էր։ Թե կարծում եք, որ դա արդեն ապագայի հարց կարող է լինել, այսինքն որտեվ եթե նոր մարդիկ չլինեն, նույն մարդիկ երևի ապագայում էլ չպայմանավորվեն։ Մի երկու բան խոսենք նախ Քոչարյանի ասացի հետ կապված, քանի որ նշեցիք Արևմտյան Հայաստան, այդ մարդ խոսում է Արևմտյան Հայաստանից, բայց բանակցել է, որ մեղրին պետք է տա։ Այդ մարդը խոսում է ինչ-որ հայրենիքի ինչ-որ բանի վերադարձի մասին, բայց դեմ չի, որ ամբողջ Հայաստանը հանձնի որպես նյութենական պետության մաս Ռուսաստանին։ Ասում են մի բան, բայց ծրագրերը տակից ուրիշ բան է։ Եվ այո, այդ Վիտալի Բալասյանը եւ այլն, այդ մարդիկ նայեք իրականում նույնը ուզել են Ղարաբաղի համար, պարզապես մտածում են դա Ռուսաստանի գազի մեջ մտի։ Այս մարդկանց ջանդակից ինքնիշխանության գիտակցությունը հանած է։
տեղը լրիվ ուրիշ բան է դրած, հոգեբանությամբ, ախտեղություններով, չգիտեմ, ինքնիշխանության նկատմամբ թշնամանքով վարակված հատված է, բայց սա այս սեգմենտը հայտնի է, էլի մենք իրենց գիտենք, իրենք չեն փոխվելու։ Մյուս ճիշտ եք ասում, ես ես հետ համաձայն եմ, կարծեմ, նայեք ընդհանրապես եւ Եվրաքվեի հետ կապված այստեղ հարց կա, ես կարծում եմ մարդիկ ավելի շատ ձայն են տվել գաղափարին, ոչ թե այդ ուժերին։ Սա մի քիչ, չգիտեմ, ճիշտ եմ մտածում, թե չէ, բայց ենթադրում եմ այդ մոբիլիզացիան գլխավորապես այդ գաղափարի շուրջ էր, որովհետև հետագայում տեղական ընտրություններում այդ ուժերի արդեն քաղաքական հայտը չանցավ, էլի ձայն չստացան։ Քաղաքացիական հասարակության ներգրավման փորձ կարծեմ կուսակցություններից մեկը արել է, բայց քանի որ պառակտվածությունը մեծ է, քաղաքասարակության ներկայացուցիչները ենթադրում եմ ռիսկ չարեցին գնալ։ Դրա համար ինձ թվում է ավելի լավ է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մնան իրենց տեղում, քաղաքասարակությունը ուժեղացնել, որպես բևեռ, հիմա ենթադրենք քաղաքականության մեջ չի, բայց եթե մենք ունենանք ուժեղ քաղաքացիական հասարակություն, դա էլ վատ չի։ Ավելի լավ է, քանի որ հիմա ուրիշ հարց կա, եթե մենք քաղաքասարակության ներկայացուցիչներին բերենք քաղաքականություն, եթե ձախողում լինի, քաղաքասարակության մեջ էլ կտապալվենք։ Ավելի լավ է թող այս քաղաքասարակության ներկայացուցիչները մնան, այս ներքևի բևեռը ուժեղացնեն։ Մեզ պետք է ժողովրդավարությունը իջնի հասարակության մեջ, բոլորի ոսկորների մեջ այդ ժողովրդավարությունը դրվի։ Ներքևից ճնշում է պետք եւ իշխանության վրա եւ նաեւ այլ քաղաքական ուժերի վրա։ Եթե սա ուժեղանա, ինքը իհարկե քաղաքական չի, բայց ինքը քաղաքական ազդեցություն կունենա մեր քաղաքական գործընթացների վրա, դա էլ է կարևոր բան, էլի։ Դարձը ինչ ասեմ, երևի մի քիչ օբյեկտիվ բան է։ Մենք այս տրանսֆորմացիան պիտի սենց ճառոցով անցնենք։ Իհարկե մենք շատ կուզենայինք, որ արագ անցում անցնենք, բրցնենք այս տրանզիտը, որտեղ մեր պրոբլեմը միայն դեմոկրատիան պահելը չի, մեր պրոբլեմը նաև պետությունը պահելն է, երկու գլխավոր խնդիր ունենք, էլի, եւ ժողովրդավարական ինստիտուտները, քանի որ ժողովրդավարական ինստիտուտները կայացած չեն, վտանգը դրա մեջ է։ Եթե ժողովրդավարական ինստիտուտները կայացած լինեին, ունենայինք ուժեղ նաև ներքևում քաղաքասարակություն, շատ չենք մտածի, ով կգա իշխանության, որտեղ կիմանայինք, որ ինստիտուտներն աշխատում են, չեն թողի չափը անցնի, ուզում է միութենական պետություն ուզենա, բզից կբռնեն, կտանեն դատարան օրինակ, բայց քանի որ այդ ինստիտուտները կայացած չեն, քաղաքասարակությունն էլ ինքը մի քիչ դեռևս թույլ է, պարզ է, որ այդ ինքնիշխանության վտանգը շատ մեծ է։ Ինչ ասեմ, երևի օբյեկտիվ բան է, շատ կուսակցություններ ունենք, այդ շատ կուսակցությունների մեծ մասի Ռուսաստանը կառավարում է, գցում է պրոցեսի մեջ, մաղթարում է, ընտրությունների են մասնակցում, կես տոկոս են ձայն տանում, 2% են տանում։ Երևի չգիտեմ, ինչ-որ պահի օբյեկտիվորեն կգանք այն գիտակցումի ենթադրաբար, որ կամ Հայաստանում պիտի դրվի դաշինքների ինստիտուտը, դաշինքներով հանդես գալու, կամ էլ կուսակցությունների խոշորացման մենք պիտի գնանք, որտեղ սենց ինչ-որ հասկանում ենք, այս պրոցեսը տանում է նրան, որ ռուսական սեգմենտը անընդհատ ուժեղանում է, եւ սա լավ չի։ Ինչ ասեմ, իրադրությունն այնպիսին է, իհարկե շատ ողբով չնայենք, որովհետև հա իհարկե հատվածը կա, բայց դրանց ուժը այս պահին պետությանը վնասելու թույլ է, դեռևս թույլ է, բայց այստեղ խնդիրը գիտեք որն է, նաև ենթադրում եմ, որ Ռուսաստանը, քանի որ մեր նման պետություն չի, նա երկար աշխատել պիտի, եթե հիմա ձախողվում է, կարող է տենց 40 տարի նույն սկզբունքով աշխատել։ Եթե մենք կհասցնենք այս ընտրություններից հետո 5 տարվա մեջ պետական ինստիտուտները կայացնել, ռուսական սեգմենտ լինի, ով ուզում է լինի, ելնել անիծած։ Բայց եթե չենք հասցնելու, ասեմ, մեր ամենամեծ վտանգը 31 թիվն է, որովհետև այդ ժամանակ արդեն գործող իշխանությունը
արդեն ունենա ինչ ուզում է կարել, որտեղ մարդիկ օգնում են երկար իշխանությունից էլի։ Իհարկե պետություններ կան, որոնք խորհրդարանական կառավարման մոդել ունեն եւ որևէ նույն իշխան օրինակ Շվեդիայում, Ճապոնիայում, ասենք 25 եւ ավելի տարի մի կուսակցություն իշխել է դեմոկրատական ճանապարհով, բայց մենք որպես ժողովուրդ մենք շատ արագ օգնող ժողովուրդ ենք։ Եթե միջև այդ ինստիտուտները չկայանան, ռուսական սեգմենտը ռևանշի հասնելու 31 թվին հնարավորություն կունենա։ Դրա համար հա մենք լինենք օբյեկտիվ եւ եթե պետք է նաեւ պետք է մեղադրանք լինի։ Մեղադրանք նաեւ երրորդ բևեռին, ժողովրդավարական ուժերին, չանելու այն գործողությունները, որոնք այսօր կբերեին այս հատվածի մոբիլիզացիայի եւ այս հատվածը իրականում ասեմ ձեզ, եթե այդպիսի մոբիլիզացիա աներ, 100% մի 15% նվազագույն մի 15% ձայն էին տանելու։ Եվ իշխանության հետ մոբիլիզացված կաշխատեին 5 տարի հետո մենք ունենանք լրիվ այլ խորհրդարան, բայց դա ունենք այն ինչ ունենք։ Այո, եւ շատ ճիշտ բան եք նշում, որովհետեւ պատկերացնում եմ, եթե 15%-ով այդ ուժերը ներկա լինեին ազգային ժողովում, ինչքան ուրիշ իր բնույթով եւ մոտեցումով ազգային ժողով կունենայինք։ Նաև հետաքրքիր բան նշեցիք միջև այդ, որ այդ երրորդ ժողովրդավարական բևեռում կան ինչ որ ուրիշ ուժեր, որոնք ուրիշ օրակարգ են սպասարկում։ Դա ակնհայտորեն երևում է նաև իմ համար էլ վերջի տարիների ընթացքում ակտիվ մասնակցելու հետևանքում այդ դաշտում առնվազն տեսնում եմ, որ ինչ որ ուժեր այդտեղ զարմանալի քաղաքականություն են վարում։ Ավելի բարդ է իհարկե ակնհայտորեն այդտեղ որևէ մեկին միանգամից անվանես ռուսական գործակալական ցանց, քան ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանի կամ Քոչարյանի դեպքում, որտեղ կամ Դաշնակցության, որտեղ որ ամեն ինչ գուցե բոլորի համար ակնհայտ է, բայց պարզ է, որ ինչ որ ուժեր կան, որոնք այդտեղ նաև փորձում են, այո, այդ բևեռացումը, միավորումը նաև ինչ որ առումով եւ խնդիրներ ներքից ստեղծել։ Ես հիմա միջև մեր այս եթերը սկսելը տեսա հոդված կոնկրետ Washington Times-ի ուրեմն պարբերականում է գրված կոնկրետ մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչն է գրել ազգային ժողովրդական բևեռի, բայց հարցը դրանում չի։ Ես նաև տեսա, որ Միկա Բադալյանն է դրանով կիսվել, ինձ նաև նոր գրեցին մեկնաբանությունում Արմեն Գրիգորյանը, որ 168 AM-ն է դա արդեն ուրեմն վերահրապարակել եւ ՀԱԿ-ի անդամները դա նաեւ տարածում են։ Այսինքն իմ համար ես հարց եմ զուտ այստեղ բարձրաձայնում, այդ թվում ինքս իմ արժև ՀԱԿ-ը մի կողմից դրա մասին խոսում է, ԲՎՌ-ը մյուս կողմից այսպիսի բան է, եւ ես հիմա վերնագիրը կասեմ ամենակարևորը, այսինքն վերնագիրը նրա մասն է, որ Հայաստանի հունիսի 7-ի ընտրությունները արդեն գողացած են։ Եվ սա իմ պատկերացումով քաղաքական գործընթացները, որ թողնենք ներքաղաքական, Հայաստանի այսօրվա ամբողջ իմիջը միջազգային, ամբողջ աջակցությունը, որը կա, ի տարբերություն Վրաստանի խոսքին, հեռու չեմ գնում, գալիս է նրանից, որ Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում եւ Հայաստանի իշխանությունը լեգիտիմ են։ Էլի մենք գիտենք, որ 100%-անոց չկա այսպիսի գործընթացներ եւ բոլոր իշխանությունները իրանց սեփական խնդիրները ունեն եւ այլն, այսինքն սրա մասին չէ, որ իդեալական ինչ որ իրավիճակ է Հայաստանի ներքաղաքական դաշտում, բայց հարցի տակ դնելը հիմքը, որը նույն Ամերիկայի եւ Եվրոպական միության աջակցության հիմքն է, որ Հայաստանը ժողովրդավարություն է, դա լուրջ հարված է Հայաստանին, ոչ թե վարչապետ Փաշինյանին։ Եվ հիմա հարցը ինչու՞մ, ինչպես է պատահում, որ ուժեր, որոնք արևմտամետ են իրենց փորձում դրսևորել, որոնք կարծես նույն ՀԱԿ-ը եթե վերցնենք, բացահայտ չէ առնվազն այդ ռուսական գործակալական ցանցի հետ։ Այդ նույն տրամադրության մեջ բացահայտ ռուսական գործակալ Միկա Բադալյանն է նաև մասնակցում։ Այսինքն ինչպես է գնահատում այս օրինակով մնացած բոլոր այդ հարվածները Հայաստանի վրա եւ արդյոք նկատվում է այո ինչ որ կոորդինացում ռուսամետ ուժերի եւ այն ուժերի, որոնք իրաց արևմտամետ են համարում։ Եվս մի քանի օրինակ կա, գուցե անուն ազգանուններով չտամ, դա չէ իմ նպատակը, բայց տեսնում եմ մարդիկ, ով փորձում են Հայաստանը մաքսիմալ, նույնիսկ մեկ-մեկ ես դրա դեմ շատ եմ խոսում, որովհետեւ նմանեցնել Վրաստանին այսօրվա, ինչը իմ պատկերացումով կտրուկ մեծ սխալ է եւ շատ վտանգավոր բան է։ Այսինքն դրանով վնաս է նաեւ հասցվում Հայաստանի այդ կերպարին, որի շնորհիվ մենք կարողանում ենք շատ եւ շատ բան հիմա առաջ տանել։ Ինչպես է գնահատում այս գործընթացը։ Շատ ճիշտ եք արձանագրում։ Եվ իրաց նպատակը հենց դա է։
զրկել Հայաստանին արտաքին աջակցության հնարավորություններից։ Նաև հոտը առել են, որ ընտրությունների շանս չունեն, այս գլխից մաղթարում են։ Հիմա այդ Վիլսոնի վրա մեծացած այդ քաղաքական ուժը, որոնք երկար տարիներ է հանրությանը իրենց գոյությունը հիմնավորելու համար բղավում են, որ ճիշտ է ամերիկյան ուղղությունն է։ Եվ հիմա Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության մակարդակի է հասել, այստեղ թրիփ է ստեղծվել, որը այդ թրիփը թողենք, դա ԱՄՆ-ն է, թրիփ չի, դա ԱՄՆ-ն է։ Բայց մարդիկ բողոքում են դրա դեմ, բողոքում են, Ամերիկա մեծ ուժ է, բայց բողոքում է թրիփից։ Եվ իրենք պիտի բացատրեն ինչու է այդպես, որովհետև իրականում Ամերիկա մեջ չեն, սա ռուսական հատվածն է, տեղավորած են մեր մեջ, մարդիկ դրանք ինչ էին ասում ժամանակին, այդ Վիլսոնի վրա անընդհատ գիրք գրող մի հոգի ունեն, դեսպան աշխատած ժամանակին, ասում էր, տենց ոնց որ ավելի լավ է գնանք Սամվել Կարապետյանին միավորվենք եւ բան է բացատրում է, թե ինչի պետք է պատրվակ են որոնել, պատրվակ ձևական, որ գնա ռուսական սեգմենտին, իսկ թվում է Ռուսաստանը բոլորին բացահայտում է, շանս չունեն, բացահայտվում են բոլորն։ Մի հոգի կա, այլ քաղաքական ուժեր կան, որոնք եվրոպական արտաքին ունեն, խոսում են եվրոպամետությունից, բայց դեմ են թրիփին, այս էլ հասկանալի բան չի, ընդհանրապես եվրոպական ուղղությունը առանձին հատուկ չդիտարկենք, դա արևմտյան ուղղության մեջ պիտի նայենք, նաև ԱՄՆ-ի հետ։ Մարդը եվրոպական ուղղության կողմ է, բայց քննադատում է թրիփը։ Այս էլ հասկանալի չի, այս մարդիկ ինչ են անում։ Հիմա արդյոք գիտեք ոնց, այստեղ հարցեր կան, որ նույնիսկ շատ մեծ գիտելիք չեն պահանջում, որ սխալ է թրիփին դեմ լինելը, այսինքն գիտելիքի հարց չի կարող մարդը գիտելիք, նույնիսկ եթե գիտելիք էլ չունենա, եթե ինքը եվրոպական աշխարհայացքի մարդ է, ուսակցությունը, ինքը չի կարող թրիփին դեմ լինել, այսինքն ես հակված չեմ մտածելու, որ այդ մարդիկ վերլուծության մեջ սխալվում, իրենք այդպես են վերլուծում, չէ, վերլուծության հարց չի, KGB-ն է ռուսական տակները, պարզապես տեղավորած է, դու ազգայնականության դաշտում կգործես, որտեղ մենք դի նկատի ունենք, մենք որպես ժողովուրդ, այս մեր ինչ հեղափոխական անցյալը, մենք շատ ենք կառավարվել, ամեն ինչ ռուսական աղտեղություններով վարակված է, գիտակցություններս, քաղաքական կյանքը մեր, ամեն ինչ վարակված է, հիմա դա դուրս է տալիս անընդհատ եւ Ռուսաստանը այս հատվածին էլ է մոբիլիզացրել։ Դու եղիր Եվրոպա մեջ, եվրոպական ուղղությունը քննադատիր, դու եղիր Ամերիկա մեջ, ամերիկյան ուղղությունը քննադատիր, բայց ամեն դեպքում այս դաշտում իրենք տեղ են զբաղեցրել մի տոկոսի գիտակցության վրա կազդեն եւ իրենց ֆունկցիան էլ հենց դա է, կարող է կես տոկոս է, կարևոր չի, քանի որ իրենք շատ են իրենց նման կուսակցությունները, իրենք այս դաշտը պատառոտում են, իրենք այս դաշտը պառակտում են եւ ամեն մեկը մի տոկոս էլ տանի, դուք պատկերացրեք մի 15%, սրանք իրենց ֆունկցիան կատարում են, տանում են այս դաշտից, չեն թողում մոբիլիզացիա լինի։ Դե ինչ ասեմ, այս հատվածն է, ցավալի բան է իհարկե, որ այս մարդիկ այդ ուղղության մեջ լինելով սեփական պետության դեմ գործում են, բայց դե հա, ընդ որում ասեմ, իրենք ինչ իշխանությունը քննադատում են, ես նպատակ իշխանությունը չի, որտեղ իրենք գիտեն իշխանության տապալումով պետությունը փլցնելու են իրենք։ Այստեղ նպատակը իշխանությունը չի, ձևականորեն ճիշտ է իշխանությունը քննադատելն է, բայց տակից պետությունը փլցնելու համար, որտեղ բաներ կա, պետք է նկատի ունենենք, օբյեկտիվ պետք է լինենք։ Մենք առանց այս իշխանության այս ընթացքը չենք անցնելու։ Բաներ կա, օբյեկտ դուք լինեիք, առանց դες չենք անցնի։ Հիմա այդպես է ստացվել մեր կյանքը։ Դրա համար իրենք դա լավ գիտեն եւ ամբողջ ռեսուրսը նետում են իշխանության լեգիտիմությունը գցելու վրա, եթե դա կարողանան անել, մենք այս անցումը չենք անցնի, իրենց նպատակը դա է, եւ այո, էլ վերադառնանք մեր ասացի, մեղավորություն ունի այն մյուս սեգմենտը, որը որ իրականում
եւ իրականում այդպես է, ինքնիշխանության գիտակցում ունեն, նպաստել են պետության կայացմանը, բայց այս հատվածը թողում է ինչ որ նկատառումներից ելնելով, որ այն մյուս ԿԿԲ-ի թևը ջլատի է դաշտը։ Այստեղ միայն իշխանության մեղադրելով չի, էլի սրանց փակեք, դրանց փակեք։ Ենթադրենք դա ճիշտ է, դրա մեջ բան կա, ռացիոնալ հատիկ կա, որ իշխանությունը մի քիչ լավ չի աշխատել, բայց նաև այդ ռացիոնալ հատիկը կա այս հատվածի չարած գործի մեջ։ Արածները շատ են, բայց կա հնարավորություն ասել խորհրդարան եւ վերջնականապես զսպել սրանց ագրեսիան եւ աշխատել գնալ առաջ, բայց դե այս հատվածը արել է այլ-ինչ-որ արել է, չասեմ։ Մեր վերադրությունը այսպեսին է, բայց սա ողբերգական պատկեր չի, օբյեկտիվ պատկեր են գծենք, հասկանանք, որ ռուսական սեգմենտը կա, իր հետ ունի հասարակության մի հատված, ունի օրինակ, նայեք, Հայաստան դաշինքը, որ իհարկե եթե մի քիչ փոշին վրայից վերցնեք, երևա, որ դա Ռուսաստան դաշինք է։ Մարդիկ 200 քանի հազար ձայն են տալիս, սա ողբերգություն է մի ամբողջ ժողովրդի համար, այսինքն 30% դրանք NUS-ի հետ միացրած պատիվ ունեն ինչ է, 30% ժողովրդի մեջ իր պետության կործանմանը ձայն է, եւ այստեղ բացատրություններ չկան, այս սրան չէի սիրում, պատերազմ է սպարտվել, դուք չեք կարող, կարևոր չի լինել իմ դեմ եւ ձեր պետությունը փլցնել, չեք կարող ինչ չսիրել եւ ձեր պետությունը փլցել, բայց կա, այո, մենք պետք է օբյեկտիվ ենք, մեր հասարակության մեջ այս հատվածը կա, հուսանք, որ այս տարիների ընթացքում մեր աշխատանքի, ձեր աշխատանքի իշխանության արածների արդյունքում այս սեգմենտը մի քիչ քչացել է։ Բայց դե ամեն դեպքում կա, պիտի նկատի ունենք, որ ամենամեծ հավանականությունը ունի բարձր որ իշխանությունը մեծամասն հավաքելու, այս սեգմենտը, որ կխսկվի խորհրդարանը լավ չի, ես կարծում եմ, որ երրորդ բևեռից շանսերը քիչ են, բայց հույս ունենանք, որ այս բևեռից մի հոգի կմտնի։ Այո, եւ Վրաստանից լինելով իմ համար ինձ շատ է մտահոգում իրականում Քոչարյանը պակաս է մտահոգում, նկատի ունեմ հաշվի առնելով, որ ի վերջո ինչ որ լիմիտ ունի իմ պատկերացումով եւ ինչ որ մի քանակ մարդկանց իրանց կարա Քոչարյան դաշնակցության այդ բևեռին աջակցել, բայց անտի-ռեյտինգը, այսպես ասեմ, բացասական մոտեցումը իր հանդեպ նաև բավականին լուրջ է եւ Վրաստանից լինելով մենք ապրում ենք իրականության մեջ, երբ 14 տարի է իշխանությունում արդեն ռուս օլիգարխ է եւ ամեն ինչ մանրամասն գիտենք, ես հաճախ եմ համեմատում, որովհետեւ ուղղակի լավ եմ ճանաչում նաեւ այդ իրականությանը Վրաստանում, այստեղ քաղաքական գործունեությամբ եմ նաեւ զբաղվում եւ ընդդիմադիր իհարկե եւ Իմ համար ակնհայտ է ռուս օլիգարխը ինչ է նշանակում, բայց եւ ես փորձում եմ այսինքն իմ հետևորդների հանրության հետ տարբեր միջոցներով դրա մասին խոսել, բայց ձեր կարծիքն է ինձ նաեւ հետաքրքրում, այսինքն ձեր դուք ինչպես եք տեսել դա հանրության գնահատականը եւ ձեր շրջապատում, այդպես ասած, այդ թվում ձեր հետ շփումների հետևանքով արդյոք հայկական հանրությունը լավ է գիտակցում ռուս օլիգարխի սպառնալիքը, որովհետեւ ռուս օլիգարխը ավելի մեղմ է մտնում ուրեմն Ռոբերտ Քոչարյանը իր մոտեցումներով։ Հակա անտի-ռեյտինգ, այսպես ասած, այսինքն բացասական գնահատական իր հանդեպ ավելի քիչ է, դրականը ավելի շատ է, որովհետև երկու ռուս օլիգարխներ ունեն օրակարգ այսպիսի բարեգործության փորձի, այսպիսի ինչ որ ֆինանսներ, հիմա էլ պարզվեց, որ ուրեմն այս օրերին էլ որ Իվանիշվիլին շարունակում է ֆինանսավորել մշակույթի եւ սպորտի ներկայացուցիչներին, որոնք հետո ինչպես այսպես էլիտա ինչ որ առումով իրեն աջակցում են եւ դրանով ինքը ցույց է տալի, որ հանրային աջակցություն ունի։ Դա ինքը արել է միջև ընտրություններ։ Եկեղեցու աջակցելը առանձին թեմա է, որը նաև եկեղեցու բարերարի կերպար էր ձևավորվել այստեղ էլ, այդտեղ էլ եւ այլն։ Այսինքն ես այդտեղ եւ ոչ միայն ես հիմա կարծում եմ բոլորն էլ վտանգ ամենաշատ տեսնում ենք հենց ուժեղ Հայաստանի այդ Տրոյան ձիու ինչ որ կարգավիճակում, որտեղ որ կարծես, այո, դուք շատ ճիշտ նշեցիք, որ կարծես այդ մարդիկ առանձնահատուկ որևէ բան չեն առաջարկում, այսինքն կտրուկ ինչ որ։ Նույնիսկ անհասկանալի է խոսքին իմ համար, չնայած նա որ ակտիվ եմ շատ հետևում
գործընթացներին, դեռ հասկանալի չի իրանք եվրոպական ինտեգրման ուղղությամբ խոսքին ինչ մոտեցում ունեն։ Խոսքին, այսինքն զուտ ֆորմալ հայտարարության մակարդակով։ Այսինքն պարզ չի իրանց իրական օրակարգը։ Թրիփի առումով էլ շատ մեղմ են ինչ որ հայտարարում ի վերջո ինչ են անելու, փորձում են շեղել այդ ուշադրությունը այդ հարցից։ Այսինքն վտանգը ես այդտեղ շատ մեծ եմ տեսնում, որ մարդկանց ինչ որ մի սեգմենտ կարող է խափնվել, չտեսնելով այդտեղ վտանգը։ Դուք ինչպես եք դա տեսնում։ Ես կարծում եմ դուք ճիշտ եք նկատում, կա իսի հավանականություն, բայց դա իշխանություն ստանալու չափ, տոկոսի չափ չի։ Ստանան, բայց կարծում եմ, եւ ես ընդհանրում Ռուսաստանում էլ հաշվարկ ունեն, որ գիտեն, որ սրանք իշխանություն չեն գալու, բայց նաև հասկանում էին, որ իրենց ունեցած կադրերն էլ հեղինակության հարց ունեն։ Խորհրդանում միգուցե այս անգամ ավելի քիչ ձայներ կունենային, մի 10-15%, որոշել են գոնե մի 30-40%-ի ներկայություն ունենալու համար սրան բերել, որտեղ եթե սրան չբերեին, այն եղած դեմքերով արդեն 30-40% սրանք հավաքել չէին կարող, եւ այս դեպքում արդեն ժողովրդավարական ուժերից նույնիսկ չմիավորման դեպքում շանս կունենային անցնել։ Դրա համար, որպեսզի այս սեգմենտին Ռուսաստանը չթողի, որ ժողովրդական ուժերից որևէ մեկը անցնի, բերեցին այս մարդուն, որպեսզի այս դաշտը ծածկեն։ Բայց որ իշխանություն դառնալու չափ հեղինակություն իհարկե չունի։ Իրենք իհարկե սկզբից եղան շատ անկեղծ, այդ ուժեղ Հայաստանը, եւ սկսեցին ռուսական զառոցով եւ ակնհայտ է, որ հետո հասկացան, որ դա իրենց վնասում է, որտեվ ամեն դեպքում դուք չեք կարող մեր հանրության մոտ լինել ռուսական աշխարհայացքով եւ հույս ունենալ, որ դուք իշխանություն կդառնաք։ Հնարավոր բան չի դա։ Դրա համար սկսեցին անցնել այլակերպությունների, սոփեստությունների, սկսեցին ինչ-որ բաներ խոսել, չէ, դե լավ, եկեք 300,000 աշխատատեղ ստեղծենք, անցան տրանսֆորմացրեցին տնտեսության վրա ամեն ինչ, աշխատանք, հետո չգիտեմ, կգանք մենք շատ փող կծախսենք, թրիփն էլ թող լինի, բա տրանսֆորմացիա են ենթարկում, բայց դա իհարկե իրենք գիտեն, միայն իրենք են, էլի, իրենք դիմանա, որ այստեղ մեր հանրության մոտ կա նաև հատված, որը իրենց ճիշտ է մոդելավորել եւ իրենց պատկերը բացահայտում է եւ մենք այո իշխանությունն էլ դուք էլ մենք էլ մեր ժողովրդին ճիշտ կոմունիկացնում ենք, որ սա ռուսական սեգմենտ է եւ հիմա ասեմ ձեզ նաև սրանց մարդկանց ձայները գնելու զանգվածային այլանդակությունների բացահայտումից հետո սրանք հեղինակության անկում ունեն եւ դա իրենց խելքի հետ է կապված։ Եթե օրինակ այսպիսի բաներ չանեն, միգուցե սրա հեղինակությունը մի քիչ կմնար, որտեղ ամեն դեպքում պատկերը կար, բարերար, բան, sense ինչ ասես ամեն մեկի վրա մի բան կպցրած է։ Բայց այս ընթացքում իրենց հեղինակությունից ահագին իջել է, որովհետեւ մեր ժողովրդի մոտ վերջի այդ գիտակցումն եկել է մեծամասնության մոտ իհարկե, մի հատվածի մոտ դեռևս չէ, որ այս հատվածը այս ուժեղ Հայաստանը ռուսական պրոյեկտ է։ Պրոբլեմ չասեմ, մեր առանձնահատկությունը գիտեք որն է մեր ժողովրդի։ Ինքը իշխանությունից նեղանալու պարագայում ինքը թշնամանքով է նեղանում, թշնամանքով է հեռանում, ոչ թե հեռանում է գալիս է ձեր մոտ, այլ ժողովրդավարական ուժերի մոտ, այլ գնում է լրիվ թշնամի հատվածի մոտ։ Էսա լավ չի։ Քանի որ նաև ենթադրում եմ, բարձր չէ, որ ռուսական վերլուծական ծառայություններն էլ կան ստեղ աշխատում են, ենթադրել են, որ ամեն դեպքում իհարկե նեղացած հատված կա, բայց հասկացել են, որ իրենց գլխավոր դերակատարները Քոչարյան, առաջին նախագահ, երրորդ նախագահ, դրանք բոլորը նույն մարդիկ են, նայեք, անձնապես իհարկե թշնամանք կարող է իրար ունենալ, որտեղ իրար փծել են ժամանակին, իրարից իշխանություն են գողացել, անձնական թշնամանք կա, բայց նրանք հավաքականորեն բոլորը նույն մարդիկ են, անում են նույն գործը ռուսական սեգմենտն է, քանի որ սրանց հեղինակության հեգնանից վել է, որոշեցին, որ մի օգու բերեն, որպեսզի այդ ձայները չկորի։ Եվ հա, մեր ժողովրդի մի հատված կա, հուզական է, բարերարություն, կգնա սրանց ձայն կտա։
Բայց ինչ ասեմ, մենք մարդիկ դիմանան մի բան, որ այո, կան մենք մեր տարածաշրջանում ժողովուրդներ եւ պետություններ կան, որոնք ճակատագրերով նույնն են, պրոբլեմով նույնն են եւ որովհետեւ հիվանդություններով են, որտեվ կառավարվել են ժամանակին, որովհետեւ վատ կրթություն են ունեցել, որովհետեւ կեղծ պատմաշինություն են ունեցել, անկախացումից հետո ես ենթադրում եմ սովետական միության լուծարումից հետո ամեն այս հետխորհրդային երկրներում Ռուսաստանի մի հատ ռեզիդենտ է նշանակել, որ հեռու չգնան։ Այդ ռեզիդենտներով կառավարեն նախագահ, բայց այդ նախագահները եղել են ԿԳԲ ռեզիդենտ, այդ ԿԳԲ-ով կառավարել են, աղքատացել են հասարակությունը, բոլոր ինստիտուտները ռուսական աղտեղություններով թաթախված է, լեզուն մխտարել են։ Օրինակ, ժամանակին մեր դպրոցներում եւ համալսարաններում այսպես էր կոչվում ռուսաց եւ օտարլեզուների ամբիոն։ Օրինակ, ինչու։ Ինչ է նշանակում ռուսաց եւ օտարլեզուների ամբիոն։ Այսինքն, տեսեք, գիտակցության մեջ ռուսերենը օտար չի։ Տարբեր ձևերով աշխատել, ինչ ռուսերենը օտար լեզու չի, բայց դա արել են, փչացել են շատ։ Դա համար մի քիչ դժվար է այդ վատ ժառանգության զուգահեռ շատ արագ լուծումներ որոնելու։ Բայց դե մենք տեսնում ենք, որ միտումները դրական են միտումները, որովհետև արտաքին աշխարհի աջակցությունը շատ է, որովհետև նաև դեմոկրատական, գիտեք ոնց է, Վրաստանի պարագանել է, որտեղ Վրաստանը ժողովուրդ է դեմոկրատիա ուզում, իշխանությունն է, ենթադրենք ավտորիտար, բայց ժողովուրդը դեմոկրատիա ներքևում ուժեղ է։ Դրա համար օրինակ իշխանությունը սարսափում է ենթադրենք կտրուկ բաներ անելուց, թեքումներ անելուց, որտեղ գիտի, որ ներքևում դեմոկրատիայի արմատները խորն են ժողովրդի մոտ։ Եվ կարծում եմ նաև արտաքին աշխարհը շատ նեղացած չի, իհարկե կարող է նեղացած լինի, բայց շատ նեղացած չի, որովհետև գիտի, որ պոտենցիալ կա դեմոկրատական լինելու։ Նույնն էլ մերն է, մեզ էլ է մեր դեմոկրատիան պահում։ Եթե մենք դեմոկրատական չլինենք, դեմոկրատական աշխարհը մի վայրկյանում հայացքը կթեքի մեզնից։ Դրա համար, ինչ ասեմ, տարբեր պրոցեսներ են, տարբեր բաներ կան։ Ընտրությունները կմոտենա, ինձ թվում է դիսկուրսը այս երկուսի մեջ ավելի է խորանալու եւ կվերածվի երկբևեռ ընտրությունների, կողքից մանր-մուներ ով ինչ կկարողանա տանել կտանի, էլի, բայց գնալու է ենթադրում այս երկուսի մեջ հիմնականում պայքարը։ Դուք շատ ճիշտ նշեցիք Վրաստանի մասին, չնայած խնդիրների արմատները պինդ են ժողովրդավարության այստեղ, ես կարծում եմ Հայաստանում մեր բոլորի օրակարգը հաջորդ 5 տարվա ընթացքում պետք է լինի, որ այդ ժողովրդավարությունը, որը կա եւ որը մի փոքր ավելի բարձր է գտնվում, այսինքն ինչ որ իշխանական եւ հանրային մակարդակում, քան թե այսինքն հասարակ ժողովրդի գիտակցության մեջ, որը Վրաստանում մի փոքր ամրապնդվեց, ամրապնդելը եւ այդ հիմքերը խորացնելը պետք է լինի այն օրակարգը, որը կօգնի նրան, որ ժողովրդավարությունը արդեն երկարատև դառնա, այլ ոչ թե վտանգված։ Եվ ամփոփելով մեկ հարց եմ նաև ուզում ձեզ տալ մի փոքր ուրիշ ուղղությունից, Վլադիմիր Պուտինի հայտարարությունները իհարկե կարծում եմ, որ հարված հասցրեցին ուժեղ Հայաստանի հեղինակությանը, այդտեղ ուզում եմ ձեր մեկնաբանությունը լսեմ, ինչպես եք դուք տեսնում նաև արդյոք այդ հարվածը լուրջ էր, բայց զուգահեռ դրա, երբ Մոսկվայից հիմա արդեն երեք հայտնվեց, որ ջերմուկի խոշոր մի խումբ են արգելել, կարծեմ, ինչ որ թե ընդհանուր ջերմուկը դա դեռ կպարզվի մի խոսքով, բայց արդեն երևում է այն սցենարը, որը իդեմս նշեմ 2006-ին Վրաստանի դեմ կիրառեցին, Բորժոմիի դեմ այդ ժամանակ, այսինքն տնտեսական ճնշման, եւ երբ Սամվել Կարապետյանի ռետորաբանությունը, որ Ռուսաստանի տնտեսական պատերազմը տեղի ունենալու ուրեմն մենք կկարողանանք դա ուրեմն այսինքն մենք տեսնում ենք տնտեսական պատերազմը սկսվում է եւ զուգահեռ դրա Սամվել Կարապետյանը սպառնում է տնտեսական պատերազմով, ապա արդյոք դա հանրությունը ինչպես է ընկալում հանրությունը եւ վերջում ուղղակի եթե որևէ հարց ունեք դուք նաեւ կարող եք նաեւ ինձ հղել եթե ցանկություն լինի։ Դե
այդ ջերմուկի բարական տարբեր է, կարող է Սամվել Կարապետյանն է խնդրել, ասել է, քանի որ ես բան եմ ասել, արգելեք մի բան, որտիսի ճիշտ զգամ։ Տնտեսական պատերազմի վտանգ չկա իրականում, դրանք մանր կսմիքներ են։ Իհարկե, Ռուսաստանը փորձում է մանր-մունր բաներով մի հատվածի մոտ, ժողովրդի մոտ բողոքի ալիքներ բարձրացնել, որտեղ ամեն դեպքում մենք սոցիալական հարցերում մի քիչ զգայուն ենք որպես ժողովուրդ։ Մեկին արգելի աշխատողները բողոքեն, չգիտեմ, մեկին ծաղիկը արգելի արտահանել, դրանց թշնամացի պետության դեմ, բայց սրանք էպիզոդներ են, սրանք հավաքական մեծամասնության մեջ ազդեցություն չեն ունենալու։ Մխտարում է, ինչքան հնարավոր է վնաս կտա, ներվերները սկուտի, որոշակի բարդություններ կառաջացնի, բայց դրանք պետության համար մեծ ցնցումներ չեն։ Եվ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի վտանգ չկա, որովհետև գիտեք ոնց է, դա Ռուսաստանը շատ սխմեց, մենք Ռուսաստանից վերջնականապես կփոկվենք։ Ինքը ուզում է դա անի, թե չէ։ Ինքը կարող է, մենք ասում ենք, տեսեք, հարցին ինչ ասում ենք, գազից կախված ենք, բայց Ռուսաստանը մեզնից է գազից կախված, ինքը 3 միլիոն շուկա է իր ձեռքից գնում։ Դա պարզապես հարցում ինչ միակողմանի է մտածում։ Հանկարծ ինձ վնաս չլինի։ Հա, բայց ճիշտ է, քեզ եթե վնաս եղավ, նրան էլ է մեծ վնաս լինում, չէ՞։ Այսօր Ռուսաստանը հոր շատ աշխարհի տարբեր երկրներից աղբյուրների հնարավորություն չունի։ Ուկրաինայում տեսնում ենք Հայաստանը Ռուսաստանի եթե խելք չունենք իրենցից։ Այս Ռուսաստանի պահով, դե ինչ ասեմ, ասեմ այտենց մեծ խնդիր չի, կսմիքներ կլինեն, ինչքան ընտրությունները կմոտենան, կարող է մի հատ ուրիշ ապրանքա տեսակել։ Ժամանակին կոնյակի հետ կապված են խնդիր առաջացել։ Իրենք կալոշի արաղ են արտադրում, եկել հայկական դարերով աշխարհում հայտնի կոնյակի մեջ ինչ-որ պրոբլեմ էին գտել, բայց դա ռուս են, էլի, կանեն էս մաներ բաներ։ Ձեր պարագանել դե չգիտեմ, ինձ թվում է դե պարզ է, որ դուք ձեր ներքին պրոբլեմները ավելի լավ կիմանաք, բայց ես ուզում մի հատ բան կա, որ կուզեի քննարկենք։ Ասեք շատ են նմանացնում մեր օլիգարխին ձեր օլիգարխի հետ, էլի։ Բայց ես այս օրինակը շատ եմ ասել, ուզում եմ մի հատ հասկանանք դուք այդպես մտածում եք, թե չէ։ Հեղինակ կա ակադեմիկոս Յուրի Բարսեղով, որը ցեղասպանությունը միջազգային իրավունքի շրջանակներում ուսումնասիրած ամենահայտնի հեղինակներից է։ Երկու հոգի մենք ունենք, Շավարժ Թորիկյանը, մեկն ինքը ինչ է գրում։ Ասում է վրացին, որ դառնում է բոլշևիկ, այսինքն կագեբեշնիկ, էլի։ Ասում բայց միևնույն է, առաջինը Վրաստանին է ծառայել։ Հետո բոլշևիկ լինի թե չէ չգիտենք։ Ասում է թաթարը ադրբեջանցին է, որ դառնում է բոլշևիկ, ասում է եւ թաթարին է ծառայում եւ բոլշևիզմին։ Ասում է իսկ էս հայը, ասում ենք, որ դառնում են բոլշևիկ, կագեբեի, մենք սկզբից բոլշևիկ ենք, հետո հայ կլինենք թե չէ։ Օրինակ, որ շատ նույնացնում է, կարող է գործառույթներով նույնական է։ Բայց ինձ թվում է ամեն դեպքում այդ ձեր օլիգարխը միևնույն է տակից Վրաստանի համար աշխատում է։ Ճիշտ է, թե ես ամեն դեպքում այս հարցում սխալվում եմ։ Այսինքն սրանք նայեք, սրանք սիրով ընես կծախեն Հայաստան, այսքան առանց խղճի, այսքան խայտ, ես վստահ եմ, որտեղ մեր հատվածը, այս ռուսական ինքնությամբ մեզանից հեռացած հատված է։ Բայց չգիտեմ, վրացիների մոտ այդտենց է թե չէ։ Շատ հետաքրքիր բան պատմեցիք իրոք այդ մոտեցումը եւ ես կարծում եմ այդ մոտեցումը ճշմարիտ է, բայց ավելի ոնց որ սովետական ժամանակահատվածի համար։ Այսինքն այո, ես դա տեսել եմ այդ թվում Վրաստանի ղեկավարության կողմից, բայց ոչ հիմա։ Հիմա կարելի ասել փոխվել է, այսինքն հիմա ինչ առնվազն ես ինչ տեսնում եմ, այն է, որ ավելի նմանվել է հայկական մոդելին, այսպես ասեմ։ Այսինքն եթե իրոք նայենք շահի մասին,
ապա ինչ շահ կարող է Վրաստանը այստեղից քաղել, մենք տեսնում ենք, որ շատ հարցերում Վրաստանի շահը օրակարգում չէ եւ իմ մոտ առաջանում է հարց, իրոք վրացիք այդ ժողովուրդն է, որ այո, կձգտեին, այդ թվում սովետի ժամանակ ամենալավերից մեկը Վրաստանն է ապրել, ինչքանով ես գիտեմ, սովետական միությունում, այսինքն փորձել են շատերը այստեղ անել այնպես, որ մաքսիմալ օգուտ քաղեն սովետական միությունից։ Հիմա խնդիրը նրանում է, որ ես իմ համար հատկապես Սամվել Կարապետյանը, որ մտավ քաղաքական դաշտ, մի քանի բան դարավ ավելի ակնհայտ։ Եվ իմ մոտ մնում է տպավորություն 100%-ով ասելը բարդ է իհարկե, որ նույն այստեղի օլիգարխներ, այսինքն իրանք չեն տիրապետում իրանց գումարները։ Հիմա ինքը ինչպես է Վրաստանը օգտագործում գումար վաստակելու համար, այսինքն քաղաքների կենտրոններում Թբիլիսի, Բաթումի եւ այլն $1 գնաց հողեր հսկայական, որը հետո հյուրանոցներ է կառուցում, վաճառում, ոսկե հանքեր, որը ակնհայտորեն ինքն է կառավարում, հող ծախած հիմա Թբիլիսի եւ Բաթումի մոտ արաբական երկու քաղաք կառուցելու, այսինքն Վրաստանում մի ամբողջ քննարկում էր, որ ինչպես կարելի է արաբական երկու բնակավայր ստեղծել այստեղ, որովհետեւ դա պետական անվտանգության հարցել է, արդեն չասեմ, որ վրացին այդքան գումար չունի այդտեղ գնի այդ բարձր մակարդակի, այսինքն հող վաճառելը, որով իրականում ստացվում է, որ շատ հսկական միլիարդներ է սարքվում այդտեղ եւ այստեղ մենք տեսնում ենք հեսերի խոսքին, հիդրոէլեկտրոկայանների կառուցում, որը նաեւ սեփականություն է դարձնում։ Այսինքն ես հաճախ եմ դա ասում, որ Իվանիշվիլին դարձրեց Վրաստանը իր սեփականությունը պետությունից եւ եթե նայենք այսինքն պետականամետ տրամաբանությամբ, ապա դու պետք է ցկտես, որ պետությունը հզորանա։ Հիմա Վրաստանը ավելի դարել է այսպես ինչ որ մասնավոր ընկերության նման, որտեղ որ ինքը ունի սեփականություն եւ ամենառազմավարական օբյեկտները երկաթուղին այդ թվում անձնական սեփականությունը ի վերջո ինչ որ միջոցներով դարձրել է։ Վտանգը նրանում է, որ ես ոնց հասկանում եմ, այդ միլիարդները, որը իրանք ունեն Ռուսաստանում, ինքը ավելի թղթի վրա միլիարդներ է, քան լիկվիդային այսպիսի իրական գումարներ։ Այսինքն Ռուսաստանը ինչպես մնացած օլիգարխների դեպքում Պուտինի համակարգը վերցրել է վերահսկողության տակ այս օլիգարխներին, տվել հնարավորություն ինչ որ բաներ անեն, բայց ինչ իրանք ունեն այնտեղ, փաստ չի, որ իրանք կարող են այնտեղից առասարակ դուրս անել։ Եվ դա նշանակում է, որ երբ իրանք գալիս են իշխանության, ապա իրանց օրակարգն է գումար վաստակել, որովհետև իրանք օլիգարխ են, իրանց համար գումարն է կարևոր, ոչ թե պետական զարգացումը եւ այլն, այսինքն պետական Իվանիշվիլին ոչ էլ ուզում է կառավարի պետությունը։ Իր համար դա հոգնեցնող ինչ որ մի գործընթաց է։ Իր համար ավելի հարմար է պետության կառավարման հետ կապ չունենա եւ միայն վաստակի հարյուրավոր միլիոն դոլար առնվազն տարեկան, կամ գուցե ավել, վերջի տարիների ընթացքում էլ ավելի ավել։ Այսինքն տպավորություն է մնում, որ սա միջոց է, որ օլիգարխը, որը ունի լավ կերպար ձևավորված այդ ռուսական գումարների շնորհիվ այդ բարեգործության, եկեղեցու, սպորտի եւ այլն, դրա միջոցով ձևավորում է մի իմիջ, որով հետո գալիս է իշխանությանը եւ հանձնում է իշխանությունը Մոսկվային, որովհետեւ ինքը ես համոզված եմ, որ ինքը արդեն այդքան էլ շատ չի օրակարգային հարցերի մեջ մասնակցում, այսինքն ուղիղ հանձնել է իշխանությունը այդ բոլշևիկներին մեղմ ասած եւ միևնույն ժամանակ ինքը ավելի զբաղված է իր անձնական ֆինանսական այդ թվում օրակարգով եւ դա վրացական պետության համար իրականում շատ թուլացնող գործընթաց է եւ այդտեղից է որ ես կարծում եմ Սամվել Կարապետյանի իշխանությունում հայտնվելը կարող է մասամբ լինի վտանգի պատճառ, այսինքն որ իրան սպառնում են Ռուսաստանում, որ եթե դա չանես ամեն ինչ կկորցնես եւ նույնիսկ կարող է ձերբակալեն եւ այլն, բայց մյուս կողմից համոզված եմ, որ պատժամիջոցների ֆոնին եւ Ռուսաստանում էլ որ 100%-ով չի վերահսկում այդ գումարները, ինչ գիտես, ինչքան է իրականում վերահսկում, գուցե իր նպատակը նաեւ հարստանալու օրակարգ լինի Հայաստանում, որովհետեւ պետությունը կարելի է օգտագործել ի վերջո, եթե այդպես ցանկություն ունես։ Քո անձնական օրինակով այն էլ Իվանիշվիլին հաստատեց դա, ու այն էլ Նարեկ Կարապետյանը մենք տեսանք ինչպես ուրախությամբ այսպեսի Իվանիշվիլու մասին, երբ Ալիևի հետ հանդիպել էր, խոսեց, այսինքն ակնհայտորեն իրաց համար անգլերեն ասած role model է, այսինքն օրինակելի ինչ որ մոդել է ստացվում այդ համակարգը, որը ես կարծում եմ վտանգավոր է։ Ուստի Աղքինում այդպես է եղել եւ գուցե մարդիկ էլ կարծել են, որ Իվանիշվիլն էլ այդպես կանի, բայց կարծում եմ այդտեղ սխալվեցին իր անկախության որակի մեջ Մոսկվայից եւ հուսով եմ Հայաստանը գուցե չսխալվի այդ անկախության որակում։ Կարծում եմ չի սխալվի, ձեր պարագան, մեր պարագան մեխանիկորեն մի քիչ տարբեր է, մեզ մոտ իշխանությունը ուրիշ է, ձեզ մոտ վատ է, որ օլիգարխն է իշխանություն։ Հիմա սրանք փորձեն սրան էլ իշխանություն դարձնել, բայց շանս չունեն,
Եվ ինչքան ինձ թվում է Հայաստան այսօր ճակատագրերով նույնական ենք, ձերը մի քիչ ուրիշ, մերը մի քիչ այլ, բայց ինչքան Հայաստանի դեմոկրատական պոտենցիալը ուժեղացավ, այդքան Վրաստանին էլ դա աջակցություն կլինի, կարծում եմ, եւ ինձ թվում է Վրաստանի ուժը հասարակության ժողովրդավարական լինելու մեջ է եւ մեծ պոտենցիալ չունեն իրենք Վրաստանի ճակատագիրը շատ կարող է հա հիմա Բոստան է գտել իր համար հարստանում է Ռուսաստանից էլ կախված է բայց ինձ թվում է մեծ չի հնարավորությունը որ իրենք կարող են հանկարծ Վրաստանը այդ այնքան իջեցնել որ ինքը իշխանության վտանգը շատ մեծանա Ռուսաստանից մի խոսքով չգիտեմ process-ներ են վերլուծությունից էլ է կախված մենք եթե այս ընտրությունները եթե չէ մենք կանցնենք այս ընտրությունները թռիփն էլ եթե աշխատեց այդ ամեն ինչը քշելով գալու է Վրաստան տեսնենք ինչ կլինի հուսանք հուսալու հարց չի դե աշխատել որ մենք կարողանանք մեր ինքնիշխանությունը պահել եւ կարծում եմ ստացվելու է ոչ մի խնդիր չկա մենք վտանգի մեծ մասը հաղթահարել ենք ձեր պարագան չգիտեմ ոնց է որտեղ իշխանությունն է մի քիչ իշխանությունն է խնդրեմը մենք իշխանությունով ժողովրդով քշում ենք առաջ մեզ մնացել է բակային հայերենով ասած չամրված մի հատ ռուսական սեգմենտ որը ընթացքում կմաշի ենթադրում եմ այս դեմոկրատական ընթացքը տարածաշրջանում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքում է, ինձ թվում է Վրաստանում էլ մեծ փոփոխություն կբերի։ Շատ ճիշտ եք գնահատում եւ իհարկե Վրաստանում շատ ակտիվ աջակցում են հիմա հանրությունը Հայաստանում, որ գործող իշխանությունը հաղթի եւ շարունակի Հայաստանը այս ինքնիշխան եւ նաեւ դեպի արևմուտք այս իր քաղաքականությունը Եվ աշխատելու առումով ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետև փաստացի նաև այսօրվա մեր երկխոսությունը նպաստում է նրան, որ մեր հանրությանը ել ավելի մանրամասն տեղեկացված պահենք եւ կիսվենք այս տեսակետով, որ ավելի լավ հանրություն ընկալի եւ կարծում եմ այս ներդրումը, այդ ձեր գործունեության, մեր հարթակների մնացած բոլոր այդ ուժերի, որոնք փորձում են հանրության հետ ակտիվ ուղիղ շփվել նաեւ շատ օգտակար է ի վերջո հայկական ժողովրդավարության ամրապնդման համար։ Ուստի շատ շնորհակալ եմ պարոն Սուքիասյան, որ գտաք ժամանակ, կարծում եմ հետաքրքիր ստացվեց մեր երկխոսությունը, ուրախ եմ ձեզ։ Դիրով, ես եմ շնորհակալ։ Այո, եւ միջ նոր հանդիպումներ։ Ստեսին։